Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն սիրելի աշակերտներ։ Եկեք լուծենք ընթացիկ վարժություններից ռացիոնալ թվերի գումարման և հանման վերաբերյալ։ Իհարկե, մինչև վարժությունները լուծելը, եկեք հիշենք ռացիոնալ թվերի գումարման և հանման վերաբերյալ սահմանումները։ Ռացիոնալ թվերի գումարում և հանում։ Միևնույն նշանով ռացիոնալ թվերը գումարելու համար պետք է գումարել նրանց բացարձակ արժեքները և ստացված թվից առաջ դնել գումարելիների ընդհանուր նշանը։ Տարբեր նշաններով երկու ռացիոնալ թվեր գումարելու համար պետք է այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից անել ավելի փոքրը և ստացված թվից առաջ դնել այն գումարելիի նշանը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։ Մի ռացիոնալ թվից մեկ ուրիշը հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։ Վարժություն 782. Կատարեք գործողությունները։ Լուծում ենք B օրինակը։ B օրինակում ունենք ռացիոնալ թվերի հետ գործողություններ և ինչպես տեսնում ենք, ունենք փակագծեր։ Առաջին հերթին կլուծենք փակագծերում եղած գործողությունը և այնուհետև վերջին հանման գործողությունը, հավասար է։ Առաջին հարց՝ -81,2/5-ից հանած 20,18/25։ Ունենք երկու բացասական թվերի գումար, որպեսզի ավելի պարզ երևա ձեզ, որ այստեղ ունենք երկու բացասական թվերի գումար, գրենք այսպես՝ -81,2/5-ին գումարած -20,18/25։ Ինչպես տեսնում ենք, այստեղ այս պլյուս մինուսը մենք գիտենք, որ հենց մինուս է, այս մինուսն է։ Հավասար է։ Երկու բացասական թվերի գումարը բացասական թիվ է, առաջին հերթին նշում ենք մինուս նշանը, այնուհետև գումարենք ամբողջ մասերը 81-ին 20, արդեն բացասական նշանը նշել ենք, 81-ին գումարում ենք 20 հավասար է 101 և 2/5-ին գումարենք 18 25-րդ, երկու տարբեր հայտարարներով կոտորակներ են, գումարելու ենք ընդհանուր հայտարարի բերելով, ընդհանուր հայտարարը 25-ն է, 25-ը բաժանում ենք 5-ի 5, 5 անգամ 2 10, գումարած, 25-ը բաժանում ենք 25-ի 1, 1 անգամ 18, 18։ Հավասար է, այստեղ իհարկե փակագծեր ենք դնում, որովհետև մինուս նշանը և ամբողջ մասի համար է, և կոտորակային մասի համար է։ Եվ հիմա այստեղ նշում ենք մինուս նշանը և փակագծերում նորից գրում ենք 101 գումարած, 10-ին գումարած 18, 28, 25-րդ։ Քսանութ 25-րդը անկանոն կոտորակ է, դարձնում ենք խառը թիվ, դրա համար ես միանգամից չգումարեցի 101-ին, որովհետև ամբողջ մասի կողքը չի կարող լինել անկանոն կոտորակ, այսինքն չենք կարող գրել 101 ամբողջ 28 25-րդ, 28 25-րդը հավասար է 1,3 25-րդ, իսկ հիմա կգումարենք, իհարկե մինուս նշանը դնենք, կգումարենք 101 ամբողջին, այս 1 ամբողջը կլինի 102 և 3 25-րդ։ Ստացանք մինուս 102 ամբողջ 3 25-րդ և երկրորդ հարցով մինուս 102 ամբողջ 3 25-րդից հանենք 60 ամբողջ 3 10-րդ։ Ինչպես առաջին հարցում տեսանք, ունենք երկու բացասական թվերի գումար, նորից չեմ փոխի այս տեսքին, որպեսզի
նորից պարզ երևա, որ ունենք երկու բացասական թվերի գումար։ Ուրեմն մինուս նշանը նշում ենք, բացասական թվերի գումարը բացասական թիվ է և գումարում ենք ամբողջ մասերը, 102-ին գումարում ենք 60, 162 և գումարում ենք հիմա, այստեղ նշենք փակագիծ, գումարում ենք, մինուս նշանը դրել ենք փակագծերի առջև, 3/25-ին գումարում ենք 3/10, ընդհանուր հայտարարը 50 է, 50-ը բաժանում ենք 25-ի 2 անգամ, 2 անգամ 3, 6, գումարած, 50-ը բաժանած 10-ի 5, 5 անգամ 3, 15, հավասար է, մինուս, այստեղ ունենք, միանգամից հաշվենք, 6-ին գումարած 15, 21, ունենք 21 50-րդ, կանոնավոր կոտորակ է, արդեն կգրենք այսպես, մինուս 162 ամբողջ 21 50-րդ, գրենք վերևում, մինուս 162 ամբողջ, ստացանք այս թիվը, մինուս 162 ամբողջ 21 50-րդ։ Լուծենք դե օրինակը, այստեղ էլ ունենք ռացիոնալ թվերի հետ գործողություններ, ունենք փակագծեր, նշենք, առաջին հերթին կկատարենք փակագծերում եղած գործողությունը, նշենք գործողությունների կատարման կարգը 1 և այստեղ 2, հավասար է և առաջին հարցը լուծենք 9/100-րդ գումարած 7/10-րդ, ընդհանուր հայտարարը 100-ն է, 100-ը բաժանած 100-ի 1, 1 անգամ 9, 9, գումարած 100-ը բաժանած 10-ի, հավասար է 10-ի, 10 անգամ 7, 70, 9-ին գումարած 70, 79, 100-րդ։ Համարիչ հայտարարում թվեր չունենք կրճատվող, ուրեմն անցնենք երկրորդ հարցին։ 79/100-ից պետք է հանենք 3/2/5, այստեղ հարմար է, գրենք 79/100 և 3/2/5-ը դարձնենք անկանոն կոտորակ, 5 անգամ 3, 15, գումարած 2, 17, 5-րդ և բերենք ընդհանուր հայտարարի այս կոտորակները, ընդհանուր հայտարարը 100-ն է, 100-ը բաժանած 100-ի 1, 1 անգամ 79, 79, հանած, 100-ը բաժանած 5-ի 20, 20 անգամ 17, 340, հավասար է, 100-ը գրենք, 79-ից հանած 340, իհարկե կստանանք բացասական թիվ, մինուս նշանը նշենք առջևում, և 340-ից հանենք 79, 10-ից 9, 1, 3 մնաց, 13-ից 7, 6 և այստեղ 2, 261 100-րդ։ Անկանոն կոտորակ է, դարձնենք խառը թիվ, 2/61 100-րդ։ Եվ մինուս նշանը առջևում, այստեղ գրենք մինուս 2/61 100-րդ։ Զ օրինակը, մինուս
Հակագծերում 83,2/9-ին գումարած 17,8/9 և վերջում գումարած 104,7/9։ Առաջին հերթին նշենք գործողությունների կատարման կարգը 1, 2, իհարկե առաջին հարցով մենք մինուս նշանը անպայման կգրենք և այս ամբողջը միանգամից որպես առաջին հարց 83,2/9 գումարած 17,8/9, այսինքն փակագծերի առջև նշված մինուս նշանը միանգամից գրում եմ փակագծերի հետ, հավասար է մինուս 83-ին գումարած 17,8/83-ին 17 հավասար է 100 և գումարենք կոտորակային մասերը 2/9-ին գումարենք 8/9 հավասար է 10/9, դրա համար կգրեմ այսպես գումարած 10/9-ը անկանոն կոտորակ է, սկզբում կդարձնեմ խառը թիվ մինուս 100-ին գումարած 1,1/9 և այնուհետև ամբողջ մասերը կգումարեմ մինուս 100-ին գումարած 1 101,1/9 մինուս նշանը չենք մոռանում։ Երկրորդ հարց Երկրորդ հարցով մինուս 101,1/9-ը այս թվին գումարում եմ 104,7/9։ Ինչպես տեսնում ենք, դրական թիվը ավելի մեծ է, քան բացասական թիվը և ինչպես տեսնում ենք, ամբողջ մասը մեծ է ամբողջ մասից, կոտորակային մասը մեծ է կոտորակային մասից։ Կգրեմ այսպես, որպեսզի ավելի պարզ երևա, 104,7/9-ից հանած 101,1/9 հավասար է 104-ից հանած 101 հավասար է 3, 7/9-ից հանած 9 հավասար է 6/9 և կրճատում կատարենք 6-ն ու 9, 3-ով կրճատենք այստեղ 3, այստեղ 2, հավասար է 3,2/3, պատասխան 3,2/3